Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Բարև ձեզ, եթերում Բաստիոն հաղորդաշարն է, այսօրվա մեր հյուրը քաղաքագետ Մանվել Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ձեզ։ Փորձենք ամփոփել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այս կատարվող զարգացումները։ Ընտրությունները ընթանում էին հիմնականում այսպես հակառուսականության բանի մեջ, գաղափարների մեջ։ Հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, ստացավ կամ այդպես սարքեցին, որ ունի մեծամասնություն, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն ընտրել է արևմտյան ուղղություն։ Դա վերջի վերջացած process-ը, դա էլ է կարևոր, ինչ որ բողոքարկումներ եւ այլ վերջնական արդյունքներ չկա, բայց տվյալ դա չի կարևոր, արդեն շատերը, որոնք լավ են հասկանում վիճակը, ասում են, այս երկրում բան չի փոխվել։ Իսկ մենք ունեցել ենք նախկինում այդ սև սպիտակ գաղափարի հիման վրա ստեղծված պարլամենտ, որը ձանձրացրել է շատերին, եւ հիմա էլ ասում են, էությամբ որևէ բան չի փոխվել, ցենք կիսված էլի նույն այդ սև սպիտակի, ասենք գործող իշխանությունների սանդղակով էլի, եթե խոսենք, նույն վիճակն է ստեղծվել ու իմ կարծիքով ավելի բարդ գործող իշխանությունների համար, որտեղ պարզ չէ իսկապես ոնց են պաշտվել այդ ձայները։ Անում եք, տեսեք անգամ նման ինչ-որ վիճելի ձևով հայտարարելով, որ հաղթել են իշխանությունները, տեսեք 50+1 չեն հայտարարել։ Եղել շատ հետաքրքիր է ինձ, մինչև հետաքրքրում է, ինչու չեն հայտարարել 50+1։ Ինքնիշխանության նշանակություն չուներ, որովհետև մյուսների ձայներով բան գալիս ստանում են, բայց այդ հոգեբանական վիճակն է հետաքրքիր, որ ասինքն բացարձակ հաղթանակ չեն հայտարարել։ Սա խոսում է նրա մասին, որ ներքին վիճակը հոգեբանական շատ բարդ է։ Եվ շատերն են խոսում հիմա լավ է, ինչ պիտի լինի։ Հիմա կվերահաշվարկեն, ինչ կանեն, ինչ որ ձայներ կավելանա, կպակասի, բան, դա էական բան չի։ Էականը այն է, որ այդ կիսված վիճակը, որը դուք ինչ որ թե ճիշտ եք ասել, կապված է Ռուսաստանի հետ, ինչ դիրքորոշում դուք ունեք Ռուսաստանի հանդեպ, չէ՞։ Սա է։ Պարոն Սարգսյան, բայց սա չի բխում արդյոք Նիկոլ Փաշինյանի շահերից։ Դե շահերը որն են, նայած ինչ խնդիր պիտի լիներ հիմա, ինչ խնդիրներ պիտի լուծեն, չէ՞։ Ինքը անընդհատ ասում էր, որ ես պիտի համանդրական մեծամասնություն ստանամ, որ բացարձակ իշխանություն ունենաս, թե համանդրական օրենքներ ընդունելու համար, թե բոլորը խոսում են դրա մասին, որ պիտի ռեֆերենդում արվի, սահմանադրություն փոխվի, ելնելով դրանից է, անգամ ինքը ասում էր անդադ, եթե ես չստանամ, այդ մեծամասնությունը կլինի պատերազմ, էլի, տեսեք ոնց է կտրուկ դրված, այսօր դա քննարկվում է արդեն, ասում են հիմա ինչ սպասենք պատերազմի, թե չէ, ու շատերն են խոսում են, որ ամեն կերպ աշխատանք է տարվում, որ ապահովի այդ համադրական մեծամասնությունը։ Այսպեսին է վիճակը, այսինքն բարդությունը հասկացել է, ավելացել է գործող իշխանությունների համար։ Դե ամեն դեպքում ինքը, որ ասաց, որ մենք չենք դիմում ԿՀ, որ ուժեղ Հայաստանին զրկեն, որ չասեն, թե մենք մեր գլխավոր մրցակցին զրկում ենք, բայց դժվար է, էլի դա ամոթից ելնելով ինքը աներ։ Չէ, դա զրկելը ինքնին գիտեք ինչ է, դա կատակ հարց չի, դա զրկելը։ Այդ զրկելը դուք ինչ որ թվում է թե պահի հարց եք լուծում, բայց այդ ուրիշ խնդիր եք ձևակերպում ձեր գլխին։ Այսօրվա հարցը լուծելու վաղվա խնդիր եք ստեղծում, որ արդեն կարող անլուծել լինի, դա կատակ բաներ չեն։ Դրա համար ես նույն ոչ ոք չի գնացել դրա վրա, ինչ որ շոշափել են այդ խնդիրը, թողել։ Ես չգիտեմ այդ լուծումը ո՞ն։ Ի վերջո գիտեք, եթե դուք ամեն ինչ կապել եք Ռուսաստանի հետ այս ընտրություններում, դեմ կամ կողմ, դուք արդեն ձեզնից ցանկա հրավիրել եք Ռուսաստանը այստեղ դատավոր լինի։ Այտենց էլ կա, տեսնում եք, ամբողջ աշխարհն հենց հերթով ճանաչում են արդեն Փաշինյանի
իշխանությունը եւ այլ, Ռուսաստանը ասում է դե մենք կորոշենք, որովհետեւ նման հարցադրումը ինքնին հրավիրել է Ռուսաստանին, ինքը որոշի այստեղ։ Բայց այդպես են գնացել, որովհետեւ ես կարծում եմ ուրիշ մոբիլիզացիոն գաղափար չկար։ Շատ դժվար էր ընդհանրապես չնայած ասենք երկրորդն էլ այդ խաղաղության բանն էր, բայց գիտեք մի քիչ ազդեցությունը փոխվել է խաղաղության գաղափարի։ Ասենք մի տարի առաջ, 2 տարի առաջ ավելի մեծ էր։ Այդ սարսափը նոր պատերազմի բան։ Ինչ-որ պահից հետո դա արդեն ինձ գիտեք չարժկվել այնքան, որ մարդկանց վրա արդեն ավելի քիչ էր ազդում։ Իսկ հավատն է կորել դրան։ Չէ՞, մենք նոր ասացինք, որ ասցին, եթե ես չստանամ այսքան ձայն կռիվ կլինի, դա հիմա ինչ-որ մի մասը արդեն լուրջ չի ընդունում դա էլի։ Դրա համար արդեն ընդունվեց այդ Ռուսաստանի դեմ բանը, պայքարի մոբիլիզացնող գաղափարը, որն է Ռուսաստանը ուժեղացրեց։ Դա էլ ինձ զարմացնում, ինչ պատահեց Ռուսաստանին, որ հենց այս պահին ընտրությունների ժամանակ սկսեց կոշտ խոսակցություններ, սա կանեմ, նա կանեմ, ես կարգել եմ, այն կարգել եմ, շատերը գտնում են, որ աշխատանք էր գնում հենց Փաշինյանի կուսակցության համար։ Կապես տպավորությունը մնում է, որտեղ դա ինքը ավելի ուժեղացրեց այդ մոբիլիզացիան հակառուսականության դեմ էլի, բայց դե հիմա Ռուսաստանն էլ այս վիճակում է բան չես հասկանում այդ երկրից, նա կարող է իսկապես բան չի հասկանում, որ այս պահին օրինակ ինչի էր դա պետք, բայց կարող է մտածված է արել, ի վերջո կայսրություն է, չէ՞, կայսերական քաղաքականություն է վարում էլի, բայց փաստը դա է, ու հիմա կախվել է դրա վրա, որ Ռուսաստանը ինքը հրավիրվել է որպես արդեն կոնկրետ վերջին խոսք ասող այս ընտրություններում։ Պարոն Սարգսյան, բայց կարող է Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարել առանց Ռուսաստանի աջակցության։ Դժվար է ասել, շատերը գտնում են, որ կարելի է ինտենսիվ ստեղծել, ասենք, տնտեսական, ֆինանսական նոր դաշտեր, լուծել, ասենք, ատոմական խնդիր, լուծել երկաթուղու խնդիր, կոմունիկացիաների եւ այլ, ոնց որ ասենք ցուցադրվեց, որ լուծվեց բանակի զինվելու խնդիրը, չէ՞, այսինքն Ռուսաստանը, երբ որ գնաց այդ քայլին, չտրամադրեց Հայաստանի զենքին, Հայաստանը արդեն սկսեց իր սեփական արտադրանքը եւ ընդհանրապես ալտերնատիվ շուկաներ գտնել գնելու համար զենքեր, չէ՞։ Դե հիմա ասում ենք, շատերն են ասում, որ կարելի է նույնը անել տնտեսական ոլորտներում, նոր շուկաներ գտնել, նոր ճանապարհներ գտնել եւ այլ, էլի։ Իրականում ճիշտ է, եթե կարողանաս դա անես։ Ասում եք ոնց է։ Հիմա բայց ինչ կարվի իրականում, իհարկե շատ դժվար է ասել, որովհետև մենք ունենք ինչքան էլ ուզում են խոսեն Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատում, բայց Ադրբեջանը իր ստրատեգիայից այդ էքսպանսիոնիստական, որը իսկապես այդպես է, չի հրաժարվում ոչ մի կերպ։ Այո, այս Ձևական Ալիևը խոսում է, խաղաղություն ենք հաստատել, ես ենք արել, ենք արել, զուգահեռ անընդհատ իր բաները նորանոր որոմա թեզերը առաջ է քաշում, պարտադրում Հայաստանը սա պիտի անի, Հայաստանը նա պիտի անի, բարդ խնդիր է։ Ու անգամ երբ որ ճանապարհը բացվել է դեպի Ռուսաստան, չես հասկանում է ճանապարհը ինչ կտա դեռ, որովհետև Ռուսաստանը արդեն ոնց պիտի օգտագործի այդ ճանապարհը, չէ՞, Ադրբեջանից էլ չեմ խոսում։ Թուրքիայից նորություն չկա, Թուրքիան երբեք մինչև հիմա ոչ մի կերպ դեռ չի ցուցադրել բացի խոսակցությունից, որ պատրաստ է որևէ այդ թելադրանքից հրաժարվի եւ ասենք հարաբերություններ ստեղծի, անգամ ստանալով համաձայնություն, որ կբացվի այդ տրիպ կոչվող ճանապարհը, մենք տեսանք, որ հրաժարվեց օգտագործել ուրեմն այդ ճանապարհի շարունակությունը Հայաստանի տարածքով դեպի Գյումրի։ Սկսեց զուգահեռ տարիների գործ ճանապարհ սարքել Խարսից մինչև Նախիջևան։ Նորից արդեն ցույց տալով, որ նա իզոլացնում է Հայաստանը։ Նա չի կապում այս ստրատեգիական բաները Հայաստանի հետ։ Ասենք ինչ կարևոր բան է դա։ Նույնն էլ ասենք կարող էր Գյումրիից ճանապարհը բացի, խոսում են, բայց ասեց ոչ գնացեք Վրաստանով։ Այսինքն թուրքերը չեն հավատում այդպես խաղաղության դարաշրջանին, այսպես չեն հավատում կամ չեն ցանկանում։ Հիմա դա գիտեք ոնց է, եթե մենք ընդհանրապես երկու խոսքով բնութագրենք հայ-թուրքական հարաբերությունները,
Ես բազմաթիվ անգամ եմ ասել, որ առնվազն Հայաստանում որևէ մեկը գաղափար չունի այդ հարաբերություններից, ինչի համար, որովհետև ոչ գաղափար կա թուրքերի մասին, որպես քաղաքական ֆենոմեն, այդ թվում ադրբեջանցիների, ոչ մարդիկ լավ են պատկերացնում հայերին որպես քաղաքական ֆենոմեն եւ հայկական վերածնված պետությունի ինչ է։ Ոչ էլ բնական է այդ հարաբերությունները, այսինքն թուրքերի համար եւ հայերի համար Հայաստանի վերածնված պետության էությունը քաղաքական դեռ պարզեցված չէ։ Եվ բնական է այդ հարաբերությունները պարզ չեն պետական մակարդակի, ել չեմ ասում մշակութային մակարդակի, այս մեկը շատեր են հասկացել, հասկանում եք, փաստորեն իրականում թուրքերը եւ ադրբեջանցիները հայերեն որպես հարևան պետություն չեն ճանաչում։ Ասում չեն ճանաչում։ Մեկը ասում է Ադրբեջան է, այսինքն հայերին ճանաչում են որպես թուրքական կամ ադրբեջանական, ես չեմ տարբերում, տարածքում ապրող տնկեսներ։ Դուք հյուրեր եք ստը, մեզ պիտի լսեք։ Ադրբեջանը բազմաթիվ անգամ նախագահի մակարդակով հայտարարել է, որ որևէ իրավունք հայերը իրավունք չունեն պետություն ստեղծել մեր հողերում։ Նրանք կստեղծեն պետություն, եթե համաձայնվեն մեր բոլոր պայմաններին։ Բազմաթիվ անգամ ասված բան է, տեսնում եք, եւ ամենօրյա գործունեության մեջ դա ցույց են տվել, որ բոլոր պայմանները կընդունեք, մենք թույլ կտանք դուք պետություն կստեղծեք, էլի։ Այս բարդությունն է, որ շատերը փորձում են ուղղակի շրջանցեն, ասեն դե կարելի է վերջով բոլոր պայմանները ընդունել, այնքան որ իրենք օրինակ մեր սահմանները ընդունեն։ Բայց որևէ բան չի ստացվում։ Հիմա ո՞նց լուծել է հարցը։ Ես կարծում եմ երբևէ լուրջ չի դրվել այդ սկզբունքը, որ ընդունելով թուրքերի այդ թվում ադրբեջանցիների կամ առաջի հերթին ադրբեջանցիների բոլոր պայմանները կարելի է գալ նրան, որ քեզ ճանաչեն որպես պետություն, մինչև հիմա չի աշխատել։ Այս խնդիրը պիտի հայ քաղաքական միտքը լուծի։ Երբեք 100 տարի առաջ էլ չեն կարողացել այդ խնդիրը լուծել։ Բայց ձեր ասածից ստացվում է, որ մենք չենք գիտակցում Հայաստանի Հանրապետության քաղաքական նշանակությունը, բայց թուրքերը դա գիտակցում են։ Իրանք գիտակցում են այն տեսակետից, որ իրանք դա չեն ընդունում։ Ստիպված իրանք այո, ձևական ճանաչում են, բայց ճանաչել են, բայց այստեղ հարաբերություններ ստեղծել են դիվանագիտական, ասում չեն ստեղծել։ Սա շատ կոնկրետ հարց է, ինչու չեն ստեղծել։ Այսինքն իրականության մեջ իրանք այն ձևով ոնց որ մենք ենք ուզում ստեղծել այդ պետությունը, իրանք այդ ձևերը չեն ընդունում։ Այդ ժամանակ 100 տարի առաջ էլ չեն ընդունել։ 100 տարի առաջ ուղղակի Ռուսաստանը խառնվեց իր ուզած ձևով ձևավորեց Հայաստանը, պարտադրելով թուրքերին։ Ռուս-թուրքական համաձայնության վրա ստեղծվեց այն պետությունը, որը պիտի լիներ Ռուսաստանի կազմում սովետական միության։ Այս համաձայնությունը միջև հիմա կա, բայց Ռուսաստանից դուրս Հայաստանը ինչ է, դրա շուրջ ոչ մի համաձայնություն չկա։ Եվ հայերի մեջ անգամ այդ համաձայնությունը չկա։ Հայերն էլ միջև այսօր Այս դրանց առաջ էլ առաջին հանրապետություն կար, չէ՞, առաջին հանրապետությունն էլ մեծ խնդիր էր բուն հայերի համար, թուրքերի համար բնական է։ Մենք հիշում ենք Աթաթուրքի զրույցները, որ Հայաստան չի լինելու, այս տարածքում են, տարածքում Հայաստան կլինի, այս պայմանով են, պայմանով։ Այդ բոլորը կա, բոլորն էլ գիտեն։ Այդ ժամանակ դրա համար եմ ասում ռուս-թուրքական հարաբերությունները տալուծվեց։ Եվ որ արդեն երրորդը մտավ, արդեն թուրքերը եկան ինչ որ համաձայնության, էլի։ Բայց այսօր դեռ չկա, այդ հենց ռուս-թուրքական համաձայնությունն էլ չկա Հայաստանի վերաբերյալ։ Տեսնում եք, հենց կոնկրետ հիմա ասում եմ Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել, ինչ է Հայաստանը։ Շատերը ասում են, եւ ես էլ վաղուց եմ տեսել, որ Ռուսաստանը հեռանալով, հերթական անգամ թուլանալով մի խնդիրի թույլ չտա արևմուտքը շեֆություն անի Հայաստանում։ Իր խնդիրը դա է։ Ամեն կերպ ուժեղացնելով հենց թուրքերի դերը այստեղ, ոչ թե որպես կոնկրետ կառավարիչներ, այլ արևմուտքին խանգարող գործոն։ Այդ մեկը պարզ երևում է, որ ամեն ինչ կանի, կհազնի թուրքերին,
հսկողությունը, բան մենք դա տեսանք Ղարաբաղյան խնդրի լուծման ժամանակ, մոտորապես նման մի բան, այնքան որ Ռուսաստանը մի պարզի իր ապագան, ինչ է լինելու, ոնց է լինելու, եւ որ պահին գա Թուրքին ասիլ ապրես գործը տարելես գնաց տեղից իմնա օրինակ էլի։ Շատ համոզիչ բան է, մոտեցում է, ես շատ սիմպտոմներ եմ տեսնում դրա մեջ։ Պարոն Սարգսյան, բայց մեր այս նախընտրական բանում փաստորեն արևմտյան ուժերի անվան տակ ինչ որ մարդիկ են հանդես գալիս, որոնք իրականում այսպես ասենք Նիկոլա Մերց, ՔՊԱ Մերց ուժեր էին, իրենց արբանյակներն էին, ինչու Հայաստան չի ձևավորվում այդ արևմտյան դեպի արևմուտք Հայաստան տանելու քաղաքական ուժը։ Թե դա ՔՊ-ն է անում։ Իդեք ոնց է, ԿՊ-ն իհարկե պարզ չի, ինչով է զբաղված այդ տեսակետից, երբեք էլ հստակ այդ խնդիրը չի դրել, ընդամենը որպես, չգիտեմ, ինչ որ տեսլական ապագայի դնում է ոչ ավել, ինչի համար, որովհետև պարզ զգում է, որ ես ընկերները Ռուսաստանի հետ են կապված, հիմա շատ կողմնակիցներ ԿՊ-ի, ոչ թե ԿՊ-ի, ասենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասում են, դե ինչ ակտուալ է դա, ակտուալ է սուվերեն դառնանք Ռուսաստանի հետ կապերը կտրենք, բան սա ավելի էական է, հարաբերություն ստեղծեք ռեգիոնալ երկրների հետ, ռեգիոնալիզմ են ինչ որ կոչում է։ Սա ավելի էական է, քան ասենք մենք ինտեգրվենք Միացյալ Եվրոպան։ Ասում եք շատերը։ Դա ինչ որ ձևով արտահայտում է, ասենք Փաշինյանի մոտեցումը։ Դրա համար այն ուժերը, որոնք ոչ հենց ինտեգրումը արևմուտքին գտնում են որպես Հայաստանի ապագայի տեսլական, ինչ իրենք էլ ինչ-որ խնդրեմ ունեն Փաշինյանի հետ, մեկ-մեկ տեսնում ենք ինչ որ արտահայտվում է դա, հիմա այս ընտրությունները մեր դա արտահայտվում էլի։ Մի քիչ տարբեր է էլի մոտեցումները։ Ես կարծում եմ, որ նույնպես ոնց որ հայ թուրքական հարաբերությունները ես ասեցի մարդիկ էությունը չեն պատկերացնում, ոչ թուրքերին, ոչ հայ թուրքական հարաբերությունները, տենց էլ չեն պատկերացնում արևմուտքը եւ հայ արևմտյան հարաբերությունները, չկա։ Ուղղակի կան շատ մարդիկ, որոնք որ ասում են, դա Ամերիկան կարևոր երկիր է, ոչինչ, թող ոտը դնի ստեղ, թե կֆինանսավորի, թե ասենք Ադրբեջանին կզսպի, բան, Թուրքիային կզսպի, կարևորը դա է։ Ասում են շատ անթուր, որ ասենք ինչ որ գարանտիա լինի, թե այդ գարանտիան ամերիկացիները տալիս են, թե չեն տալիս, թե դրանից ինչ կծնվի։ Ես շատ եմ ասել, որ շատ ռիսկային բան էր դրի կլչեցյալ հատվածը տալ ամերիկացիներին, որովհետև ոնց որ կրետների կռվի բուն է սարքվել, իրականում ինչ կդառնա, էլի շատերը գտնում են դե հիմա կարող է, բայց դե ինչ անենք, թող ամերիկացիք ստեղ լինեն, մի քիչ հանգիստ մեզ գանք, էլի։ Դասում եք ինչ անորոշություն է, այսինքն նեղ է նայվում, խնդրին նեղ ենք նայում, ոչ թե ընդհանուր, որ ասենք այս երկրի ապագան ինչու է Եվրամիության հետ եւ դա ասենք ինչ է տալիս Հայաստանում։ Դա խոսակցությունների մակարդակին է ասվում, լավ է, ցիվիլիզացիոն է, ինչ է, բայց կոնկրետ որպես քաղաքական մեխանիզմ պատկերացումներ չկան։ Դրա համար ժողովուրդն էլ չի գոնորոշում ոչ մի կերպ մանավանդ մեծ մասնության համար անծանոթ աշխարհ է, ոչ ոք մեծ մասը ոչ լեզու գիտի, ոչ աշխատել է այնտեղ, չէ, ուրիշ է Ռուսաստանը։ Լեզու գիտեն, հարյուրավոր հազարներով, չգիտեմ ինչը միլիոն գնում են, գալիս են, երկիրը գիտեն, ինչ է Ռուսաստանը իրենց համար, լավ ավատա գիտեն, խնդրեմը պարզ է։ Ու արդեն ստեղ կողմնորոշումներ է կախված, բայց այդտեղ մի ուրիշ բան էլ կա, որ Ռուսաստան գնացողները հետ գալիս են Հայաստան, արևմուտք գնացողները սովորաբար հետ չեն գալիս։ Արևմուտքը դա ինչ որ հեռանալու երկրից հեռանալու տարածք է։ Ով որ չի կարողանում ոչ մի կերպ իրան դրսևորի այստեղ, դուրը չի գալիս, գիտեմ որ կա, ասենք մի շքնաղ երկիր, պետք է կարելի է գնալ դե ու վերջացնել։ Նման բաներ գիտեք մեր մոտ չի, շատերին գտնում են դա, դե գիտեք մեր մոտ այս դեմոկրատիան չկա, ազատություն չկա, կյանքը լավը չի, պատերազմ է, բան, հազար մի բան են գտնում, ինչու են ասեք 100,000 մարդիկ թող են գնում։ Բուլղարիայում շատ ավելի մարդ են գնացել։ Փայլուն, հանգիստ երկիր, բնություն, ոչ մի պատերազմ, հանգստություն։ Երկրի 1/3-ը դատարկվել է։ Լիտվա, Լատվիա,
շքնաղ երկրներ, դատարկվել են, շարունակում են դատարկվել։ Սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան Հայաստանում փորձում են ընդհանրապես կապեն Ղարաբաղի խնդիրը։ Չլիներ քեֆանելով ստե կապրեիք, բան իրականությունը տենց չի, գիտեք, դուք պիտի ունենաք աշխարհ, որը մարդ ճանաչում է։ Ու եւ ուզում աստեղ ապրի։ Եթե դուք այդ աշխարհը չունեք, մարդիկ արդեն տեղափոխում են ուրիշ աշխարհ։ Այն ինչ որ կատարվում է հիմա էլ։ Հիմա Ղարաբաղն էլ չկա տարիներով, այդ հողն գնում են։ Պարոն Սարգսյան, ելի վերադառնանք մեր ընտրություններին, դուք համարում եք, որ մեր Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմները ավելի կատարելագործվում են, զարգանում են ու մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, թե այնուամենայնիվ այս կեղծիքները կարծում եք, որ ավելի նախկին համակարգերն են բանանում կամ առավել եւս դուք գրառում ունեիք, որ ապագաղութացումը կարող է տանել նաեւ բանի դիկտատորայի։ Դա առանձին ինչ-որ թեմա է, բայց ես եթե քիչ ժամանակ ունեք, ես երկու բան կասեմ էլի։ Առաջին ես վերջերս արդեն դիմել գրառումներ եմ արել դրա մասին, որ աշխարհում բավականին լավ ուսումնասիրված են օրինակներ, երբ որ ասեք տարբեր մետրոպոլիաներից հեռացող երկրներ, այսինքն որոնք հասել են դրան, որ ասենք գաղութացումից դուրս են եկել, իրենք են վերածվում դեսպոտիաների, բռնապետությունների։ Դա շատ լավ ընդունված է, դրա սիմպտոմները Հայաստանում էլ եղել են եւ կան բոլոր իշխանությունների ժամանակ։ Այսինքն դուք ազատությունը մեծացնում ես, բայց ժողովրդի վրա ճնշման մեխանիզմը ուժեղացնում ես։ Այս մեկը շատ հստակ երևում է հիմա, որովհետև շատերը դրա սիմպտոմները տալիս են։ Օրինակ սուվերենության խնդիրը դրոշ է սարքում եւ դրա տակ արդեն սկսում ես ճնշել ցանկացած մարդկանց, ում հետ համաձայն չես։ Ասում ես սրանք սուվերենության թշնամիներ են։ Մեր մոտելը չէ, ցանկացած մարդով իշխանության մի խոսքի ասում են սա KGB-ի, չգիտեմ, մարդ է, սա, չգիտեմ, ՑՌՈ, չէ, միջով բաներ են տենց ասում էլի։ Ինձ էլ են 1000 տեղից ասել, միտողի զուգահեռել էլի։ Եթե դու մի բան ես ասել, անհամաձայնություն ես հայտարարել, ուրեմն դուք սուվերենության դեմ ես։ Ամենավտանգավոր մեխանիզմներից մեկն է, որը որ սովորաբար շատ երկրներում տարել է դեպի բռնապետության։ Օրինակներ պետք է չփայլ Ասիայում, Աֆրիկայում ամենտեղ Ջո մարտակերներ են գալիս, միայն թե ասեմ մենք պետություն ենք պահում, սուվերենություն ենք պահում էլի։ Այդ երևույթը կա, մեզ մոտ էլ այդ վտանգը եղել է ու կա օլիգարխիկ համակարգ եք ունեցել մենք մոտ 20 տարի։ Նույնն էին ասում, մեկը փորձում են մի խոսք ասել, դուք պետության դեմ եք, դուք չեք ուզում մեր հավանտագությունը, դու բանակի դեմ եք, բան տեսնում եք, իշխանությունները փոխվում են, բանը մնում է, ասենք սուվերենության դրուշը նույնպես շատ վտանգավոր բան է ներքին քաղաքականության մեջ։ Երկրորդը ես ասեմ ընդհանրապես այդ փոփոխության process-ի էությունն է։ Մենք իսկապես ունեցել ենք տասնամյակներ օլիգարխիկ համակարգ։ Այդ համակարգը ես շատ եմ ուսումնասիրել ու շատ նյութեր եմ գրել ժամանակ էլ դա միա բևեր փողի վրա ստեղծված իշխանություն է, երբ որ մանկապարտեզից մինչև նախագահ, մինչև վարչապետ իրավունքները, ցեպականությունը եւ ֆինանսները յուրացնում է մի խմբակ եւ դրա միջոցով յուրացնում պետությունը։ Մենք դա ունեցել ենք։ Շատ պետություններ են դա ունեցել, օրինակ կենտրոնական Ամերիկայում 100-ավոր տարի այդ վիճակը եւ ոչ մի բան չի փոխվում։ Բայց Հայաստանում շատ հետաքրքիր բան է կատարվել։ 18 թվականին ով ոնց ուզում է նայ այդ process-ին, դա չի կարևորը։ Վերացվել է Հայաստանում օլիգարխիկ համակարգը։ Այն երևակայելի մի բան է։ Շատերն են, մինչև հիմա էլ արտասանում ինչ է կատարվել, ոնց է լինում։ Բայց փաստը եղել է, այդ միա բևեռ իշխանությունը վերացվել է։ Այդ մարդիկ այդ սեփականությունով մեծ մասամբ մնացել են հանրության մեջ։ Հանրության մասնիկ են հիմա։ Փողը իջել է հանրություն։ Նորից կոնկրետ շրջանակում է բան, բայց կարևոր չի։ Իշխանությունը արդեն սկսել է պատկանել ոնց որ ասում են ժողովրդին։ Ուղղակի փողոցից քայլելով կարպետներով բանով չէ մարդիկ եկել են հասել դե։ Նրանց մեջ քաղաքական գործիչներ եղել են, չեն եղել բան։ Դա ինչ որտեղ
փաստ է։ Հիմա կարելի է ասել, դա ինչ լավ է, ժողովուրդը վերցել է իշխանությունը, մեկն ասում է, ինչ բան է, ամբողջավարություն է, դա չի կարևոր։ Կարևորը այն է, ինչ որակ կարող է ստանալ հանրությունը եւ պետությունը եւ կոնկրետ պետական իշխանությունը, ինչ որակ կարող է ստանալ։ Բայց տեսանք, որ չստացվեց որակը։ Ինչի համար, որովհետեւ դա շատ դժվար է։ Եթե անգամ որպես տեսաբան ես նայում, ես ասեցի, չէ, դա աննախադեպ բան է։ Եթե լիկվիդացվում է կոնկրետ համակարգ, ռացիոնալ համակարգ էր, չէ, կառուցած, վերանում է։ Դրա տեղ Բայց Վրաստանում նման բան չեղավ, պարոն Սարգսյան, Սաակաշվիլի իշխանությունը։ Էլի նույն ձևի նախկինում օլիգարխիկ համակարգ է Շևարդնաձեի ժամանակ։ Գիտեք ոնց է օլիգարխիկ համակարգը դա փողի իշխանություն է։ Ես կասեի, այդ քրյան այնտեղ շատ ավելի ուժեղ է։ Բայց նա ավտորիտար է։ Տեսնում եք Ադրբեջանում էլ է ավտորիտար։ Մի մարդուց, մի ընտանիքից կախված պետություն է։ Օլիգարխիան տես չի, ոչ մեկից կախված չէր։ Փողով մենք գիտենք, չէ՞ ոնց են փողով բարձրագույն պաշտոններ առնում, ամեն ինչ փողով էր դրած։ Երբ որ այդ վերանում է հսկա համակարգ, որը դրա վրա կառուցված էր։ Եվ դրա տեղը դու կարող ես դնել միայն մի բան՝ իրավական համակարգ, զուտ համա, եւ այդ դա չի ստեղծվել Հայաստանում։ Դրա մեթոդոլոգիան ես գիտեմ, որ հետաքրքիր է, շոշափվում էր ժամանակին, որ Փաշինյանը եկավ իշխանության, շոշափվում էին, անգամ այդ հեղափոխության ժամանակ ասում էին, որ պիտի օրինականացնեք սեփականությունը, չէ՞, սեփականությունը ժողովուրդը չէր ճանաչում, դա գողացած սեփականություն էր։ Այդ ֆունդամենտալ հարցը, երբ որ դուք չեք լուծում, սեփականությունը չի օրինականացվում, սեփականատերը անընդհատ սեփականատերերը ձգտում են վերականգնեն իշխանությունը։ Այսօր տեսակ, չէ՞, ոնց է գալիս։ Նորից, որովհետեւ որևէ ձև չկա դա փրկել։ Բայց պարզ է արդեն, որ Փաշինյանը ձախողվել է։ Այսինքն հիմա 5 տարի իրավական պետություն ստեղծելու խնդրում ինքը չի վերականգնել օլիգարխիա եւ երբեք էլ եթե անգամ ցանկություն ունի, չի էլ կարող դա անել։ Օլիգարխիան դա երկարատև process էր 0-ից սկսած։ Բայց ինքը ունի թիմակիցներ, որոնք հիմա փորձում են դառնալ շատ են օլիգարխներ։ Բայց օրինակ ասենք Տիգրան Ավինյանը, շատ կարելի է առնել դա բոլորն էլ երևի երազում են դրան, որ եղել են նրանք, բայց չեն կարողանալ ձեր գնալ։ Դա շատ բարդ խնդիր է։ Թող մի քիչ հասկանան ոնց է ստեղծում օլիգարխիկ համակարգ։ Իրանք անգամ այդ բանը չունեն, գիտեք, այդ դիսցիպլինան չունեն։ Օլիգարխները ուրիշ ձևով են աշխարհին նայում։ Նա քրեական աշխարհը ուրիշ բան ունի։ Նրանք սկզբունքներ ունեն, դրվածքներ ունեն։ Իրանք գիտեն ինչա նշանակում խոսքի արժեք, չէ՞։ Այդ պիտի ամեն ինչը լինի, բացի փողից, որ դու կարողանաս ստեղծես այդ համակարգը։ 1000 օրինակ կարելի է։ Նորեկազները տես բաներից գաղափար չունեն։ Պարոն Սարգսյան, բայց ձախողվելուց հետո ի՞նչ է լինելու։ Ձախողվելուց հետո լինելու այն ինչ որ կա, կարող է գա այդ դեսպոտիան, ես որ ասում եմ բռնապետությունը, որը ամենավտանգավորն է։ Եվ հիմա էլ շատերը ասում են մեկը չլինի, ձեր կխփի նորից Ստալիններ էլի։ Գալիս է տենց, երբ որ ոնց ասեմ բարդակը գալիս է, մարդիկ անընդհատ տենց մի հատ ձերք են ուզում։ Իսկ ուրիշ չէ, որ ասենք այսօրվա ընդդիմադիրները գրել են ուժեղ Հայաստան, մեր ձևով, ասենք կխփենք բան։ Ասենք այդ միֆոլոգիայի վրա են։ Մեր ձևը չէ, ուժեղը համաձայն եմ, որ մի քիչ ասոցիացիոն է, բայց մեր ձևը շատ անհասկանալի է։ Չգիտեմ, դրա բանել ասում եմ, գալիս է նման բաներ, որ ուժեղ են, կգան, կանոն կհաստատենք, այս կանոնք են կանենք, հա։ Բայց դա ընդամենը սպեկուլյացիաներ են մարդկանց գիտակցության վրա։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը չի գնում դրան։ Բայց ինքն է գնում, որտեղ իրանից լավ դիապազոն ունեցող եւ եթե ինքը ժամանակին չի հասկացել ինչ կարևոր բան է կանոնավորել սեփականության խնդիրը, որ զերծ պահել մեծահարուստներին նորից ձգտեն իշխանության, մտնեն քաղաքականություն, ինքը արդեն կաղնում է այդ խնդրի առաջ եւ ասում է սա նստելու է բանտ, նա նստելու է բան, ասենք ուրիշ ձև չկա, ասենք բայց ինքը օգտվում է, չէ՞ դրանից, օգտվում է սկզբից, որ նորից քվեստանա։ Իհարկե։ Հիմա 5 տարի հետո նորից կասի, նորից եկեք խլենք նորից։ Որը մեկը չգիտի ինչ անելու։ Եթե որտեղից իմանաս, այս մի 5 տարում եկավ, հասավ նրան, որ ինքն էլ իր վիճակը բավականին բարդացրեց, կախվածությունը արդեն արտաքին ուժերից մեծացրեց կտրուկ,
չէ, արդեն ստիպված ես ինչ ասում են անել, հա, որ կարողանաս ապահովել քո իշխանությունը։ Այսինքն գնալով ինքնիշխանությունը պակասեց։ Իհարկե, բարի բան։ Պարոն Սարգսյան, եկեք անդրադառնանք Արթուր Օսիպյանի հարցին, որտեղ դուք էլ անդրադարձել եք իր կալանավորմանը, հացադուլին, այսպես ոնց որ դուք էլ այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել եք։ Ինչու Նիկոլ Փաշինյանը կալանավորեց Օսիպյանին։ Շատերին հետաքրում է հարցը։ Գիտեք ոնց է, իմ կարծիքով ստեղծվել է մի վիճակ այդ բանը դիսկուսիա ասենք, պոլեմիկա ասենք, չգիտեմ, միջադեպը, որը ոչ մի կերպ չի մտել աս ներքին քաղաքական դրվածքի, ասեմ, այդ գաղափարական սխեմաների մեջ, այդ սև սպիտակից դուրս երևույթ եղավ։ Նիկոլ Փաշինյանը, որը սովորել ամեն ինչը գցել է սխեմայի մեջ, որ կամ մենք սպիտակներն ենք, մնացածը սևեր են։ Այդ սևերը բոլորը կոռումպացված Ռուսաստանի ագենտուրա են։ Սա մի հատ սխեմա էր։ Հիմա երբ որ ինքը հանդիպես մի քաղաքացու, որը եկավ լրիվ ուրիշ հարցեր դրեց, այն էլ վերջի հարցում մեղադրեց, որ բոլոր Փաշինյան, բոլոր նրանք, ում դու մեղադրում ես կոռուպցիայի մեջ, ռուսական ագենտ լինելու մեջ, դու համագործակցել ես իրանց հետ։ Հեղափոխությունից հետո մենք ուզում ենք շարունակենք Արցախում եւ պարգայում ենք դրանց դեմ, բայց դու համագործակցել ես եւ ֆինանսավորել ես իրենց եւ ընդհանրապես կառուցել ես Ղարաբաղյան քաղաքականությունը։ Այստեղ արդեն սև սպիտակը պայթեց եւ փաստորեն արդեն դուրս եկավ իրենց Փաշինյանը, անսպասելի մի բան։ Դրա համար էլ հանրությունն էլ դա նկատեց, որովհետեւ Օսիպյանի գործունեությունը Արցախում շատերը արդեն գիտեին, բավականին բաներ կային, վիդեոներ կային, որոնք որ միանգամից տարածվեցին, ով չգիտի, ու եզակի մարդկանցից մեկը, որը կանգ է առել ռուսական գնդապետի առաջ ու փորձում էր հրավիրել նրան կարգի, միակ մարդը երևի 35-40 տարում Հայաստանում երկրորդ տենց մարդ չի եղել։ Սկսում եք դա էլ ազդեց մարդկանց վրա, որ ոչ Փաշինյանը ճիշտ չի, շատերն են սկսեցին անել, ու դա բերեց դրան այդ հզումներին, դա իզուր չի, շատերը ասում են ինչու եք հենց այդ մարդու համար պայքարում, որ այդ մարդը չի մտնում այդ մեղադրանքների տակ, որոնք Փաշինյանը փորձում է իր գլխին կապել, շատ բարդ վիճակում է Փաշինյանը հայտնվել, եւ ես կարծում եմ հենց չգիտակցելն է, ոչ ադեկվատ մոտեցումն է, որ մինչև վերջ չի աշխատում այդ սխեման, դուք չեք կարող բոլոր նրանց ում հետ համաձայն չեք, բերեք այդ սանդղակով դնենք։ Պարոն Սարգսյան, մի հատ միջանկյալ հարց, ինչու է Փաշինյանը վիրավորում բոլոր արցախցիներին։ Ինչու է դա իր համար այդքան կարևոր, որ ինքը ասում է թռածներ, չգիտեմ, փախածներ եւ այլն, ու Օսիպյանն էլ էր դա ասում, հետո ասում էին, որ այդ մարդը կարող է մեռնի հացադուլից եւ այլն, ներողություն ասա, որ հացադուլը գոնե դադարեցնի, ասում էր, չէ, իրենք թռածներ են, ինչու է դա իր համար այդքան կարևոր, որ անպայման ուզում է վիրավորել։ Ես նոր խոսել եմ, չէ, որ այդ բանը բռնապետացման process-ը իսկապես շատ ունիվերսալ է եւ շատ ուսումնասիրող բոլոր երկրներում տեսել են դա, որ ներքին թշնամու կերպար ստեղծելը դա բաղադրիչ մաս է այդ քաղաքականության, դա կարևորագույն մաս է։ Դուք պետք է ստեղծեք, մեկը ստեղծում եք արտաքին թշնամիներ, ամեն մեկին ասել, որ դուք տեսեք այդ մետրոպոլիայի KGB-ի մարդիկ եք, դուք խանգարում եք մեկ սուվերենություն գնը, երկրորդը ներքին թշնամիներ։ Եվ պարզապես ներքին թշնամիների համար տվյալ պահին դա ընտրվել է, ինչի համար, որովհետև գիտեք, ուրիշ հարցեր էլ լուծում կարևոր չէ, ինքը ասում է ես Արցախը հրաժարվել եմ Արցախից հանուն պետության։ Տեսեք, էլի սուվերենության խնդիրն է, հանուն սուվերենության ես գիտակցաբար դա էլ եմ արել։ Ու հիմա այդ մարդիկ իմ դեմ են, ուրեմն թշնամիներ են իմ պետության։ Ասում եք, որպես թշնամի սուվերեն պետության
նրանց պետք է, չգիտեմ, այսպես վերաբերվել, արհամարել եւ այլ եւ այլ։ Բայց ինչ որ առանձնահատկություն կա Օսիպյան դեպքը, որտեղ օրինակ այն մետրոյում կնոջից ինքը հետո ասաց այդպիսի բան չի եղել, բան առաջին արձագանքը, հետո ներողություն խնդրեց, որ ես ներողություն եմ խնդրում, էլի իր ոճով թեև թեպետ, չգիտեմ ինչ, բայց սակայն ներով եւ այլն, բայց այնուամենայնիվ ինքը ներողություն խնդրեց, բայց Օսիպյանի բարեկամ ինքը միջև վերջ ներողություն չխնդրեց։ Խոսել եմ մեղադրանքին նայեք։ Մի մեղադրանքի մասին ենք խոսել, այնտեղ էլի մեղադրանքներ կային, հարցեր կային, որոնց պատասխանը չի եղել։ Գիտեք, օրինակ, շատ է չէ խոսվում, որ Փաշինյանը շատ է սիրում ասել, որ 1996 թվականին բանի ժամանակ Լիսաբոնյան գաղտնաժողովում ԵԱՀԿ-ի արդեն պարզ էր որոշում է ընդունվել, որ Աշխարհը մեր դեմ է։ Արցախը, հա, պիտի լուծվի Ադրբեջանի կազմում։ Օսիպյանը այդ հարցն էլ է տվել։ Ասել եմ կարող եք փաստաթուղթ բերել, ոչ թե ասել, փաստաթուղթ բերել։ Ինքը ասեց, փաստաթուղթը այդ Լիսաբոնյանն է։ Նա ասել Լիսաբոնը որոշում չի ընդունվել։ Այո, Ադրբեջանը ցանկություն ուներ նման բան առաջարկ է արել, քննարկվել է, Հայաստանը վետո է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ մի որոշում չի ընդունվել։ Էլ ինչ փաստաթուղթ ունեք։ Խոսվում է եւս մի փաստաթղթի մասին, որ 2015 թվականին կարծես թե առաջարկել են, կարող եք այդ փաստաթուղթը ցույց տաք, տեսնեք նեղ տենց բան կա, թե չէ։ Ես ձեզ ասում եմ, չկա տենց բան, բերեք, նրան էլ չպատասխանեց։ Եվ երրորդը չի եղել պատասխան նրան, որ ինչու Մինսկի խումբը լուծարեցիք։ Մինսկի խումբը լուծարելով ամբողջ այդ 30 տարվա իրավական արգումենտացիան տվել եք Ադրբեջանին եւ Հայաստանը դրել եք մեծ վտանգի տակ։ Ժամանակին Փաշինյանը ինքն էլ էր ասում էր, որ մենք Մինսկի խումբը կլուծարենք միայն այն ժամանակ զուգահեռ, երբ որ կստորագրենք խաղաղության պայմանագիր։ Դրա համար, որ համոզված լինենք, որ Ադրբեջանը պատերազմը Ադրբեջանից չի տեղափոխի Հայաստան։ Իր ասածն է։ Բայց չարեց։ Ադրբեջանը չստորագրեց այդ փաստաթուղթը, ընդամենը մեմորանդում, որը փորձում էին ներկայացնել, որ սա բան է, խաղաղության պայմանագիր է։ Չի ստորագրել։ Ասել է կստորագրենք, բայց Մինսկի խումբը փակել է։ Եվ շատ հեշտացրել է Ադրբեջանի կողմից դեմ կարել, որ Հայաստանը օկուպանտ է, 150 միլիարդ դնենք վզին, սականեք, ասենք երկիրը անվտանգությունը երկրի դրել են մեծ վտանգի տակ, մեծ պրոբլեմ։ Դրա մասին էլ է խոսել, ստեղ էլ պատասխան չկար։ Իհարկե, սա լրիվ ուրիշ բան է, քան այն միջադեպը այդ կնոջ հետ։ Ընդհանրապես վիրավորում է կնոջ, չգիտեմ, պատահական երեխան էլ մոտը ընդհանրապես ներողություն չխնդրել, ես չգիտեմ ինչ կլինի, չէ, բայց ստեղ պիտի հարցերին պատասխան տաս։ Դրա համար Օսիպյանը դրել է պատասխանի այդ հարցերին։ Կամ ներողություն խնդրի։ Կոնկրետ բանի է, չի ասում։ Հետագայում էլ արդեն փախած, չգիտեմ, ինչ այդ բաները, որոնք որ իհարկե ընդամենը ֆոն են, որ փոխանակ պատասխանես, մարդուն ասում ես տականք, ռադարի այստեղից, այս ինչ դու ով ես մեռնեի, բայց հարցերի պատասխանը չկա, չէ։ Այդ հարցերը բոլորը լսել են եւ բոլորին հետաքրում են։ Հայաստանում չկա մարդ, որ հարցերը չեն հետաքրում։ Եվ անհասկանալի է մնում, թե ինչու բաց թողեցին Օսիպյանին։ Ինչու հենց 3, ինչու ոնց է, շատ մեծ հնչողություն է ահ։ Երբ որ ես քանի որ շատ լավ եմ Արտուր Օսիպյանին ճանաչում, շփվում էի վաղուց, գիտեի Ստեփանակերտից դեռ։ Ես մի հոդված եմ գրել ով այս մարդը, ընդհանրապես։ Դե շատ քչեր գիտեին ով էր ճանաչում, իրեն շատ էր լայվեր անում բան, ասենք ինչ որ 10000 մարդիկ անդադ նայում էին այդ լայվերը, գիտեին, բայց ընդհանրապես շատերը չգիտեին։ Ինձ զարմացրեց, որ ընդհանրապես որպես Facebook-յան ստատուս ես այդ հոդվածը դրել եմ եւ ունեցել եմ ֆիքսում է 428,000 դիտում այդ հոդվածի համար։ Այն երևակայել է մի բան, իմ կյանքում դες բաներ չեն եղել, որ ինձ զարմացրել է։ Հազարավոր լայքեր, այսինչ շեյրեր, մարդիկ հարյուրավոր մտնում էին, վիճում էին, խոսում էին բան։ Ինձ զարմացրեց այդ հետաքրությունը, ինչ հետաքրություն է։ Բայց դա եղավ, այսինքն հայ հանրությունը շատ դեր հետաքրված է խնդրով, կապված է բանի հետ, միջադեպի հետ։ Ասում ենք ոնց է։ Դա արդեն իրական նշանակություն է, իշխանություններն են, չէ՞, ասում, որ սա որևէ մեկին չի թողել այս խնդրից դուրս։ Բոլոր այերը հետաքրված են այս խնդրով, որից հետո հանրությունը
դուրս եկավ ակցիայի։ Սա էլ շատ հետաքրքիր բան էր։ Երբ վանից արդեն Հայաստանում բացի կուսակցական, ասենք ինչ որ հակադրությունների, գործունեության բան, հանրային ակցիաներ չեն եղել։ Վերջինը հենց 18 թվականին էր։ Երբ հանրությունը դուրս եկավ եւ իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, որը իսկապես միջև մշատերին է զարմացնում, շատ տակտիկ բաղնեցին, ասեցին այ պիտի դու պաս թողես, սխալես։ Մարդիկ, որոնք որ թվում էր անընդհատ պաշտպանում են միայն Փաշինյանին բան, բոլորը այդ ձայնը բարձրացրեցին, գործը արդեն միջազգային մակարդակի հասավ, ՄԱԿ-ը պատասխանեց այդ ակցիայի կազմակերպողների նամակին պաշտոնապես, որ մենք հետևում ենք այդ արծին, Եվրոպական միության ներկայացիչը խառնվեց, հիմա էլ արդեն գողնակություն հայտարարեց, որ բաց են թողել բան, խնդիրը մեծանում էր եւ ժողովուրդը հավաքվում էր։ Այդ ժողովուրդները դե ես մեծ փորձեր ունեմ քաղաքացիական շարժումներ, ես գիտեմ, առաջին 10 մարդ հավաքելն է։ Այդ 10-ից 10,000, 100,000 հավաքելը, դա հետո գիտեք, Նիկոլ ինքն էլ է տեսել դա։ 30 մարդ ունի օպերայի մոտ նստած, հետո տեսավ 100,000-ներ։ Երևի հասկացել է, որ այդ 100 մարդը շուտով կդառնան 100,000։ Եթե խնդիրը կպնում է, գիտեք ոնց որ ինքն է ոնց որ թարսվում, ասում է այսպես է ու վերջ, ես եմ որոշում։ Հետո մի պահ ժողովուրդն է տենց անում։ Էլ չի հետաքրում, սա ճիշտ է, ճիշտ չի։ Ասում եք ոնց է, փորձ ունի էլի, հասկացել է, որ պետք չի խաղալ նման բաների հետ, ավելի լավ ազատել ու վերջ։ Այսինքն դուք սկզբունքորեն հնարավոր համարում եք, որ ինչ-որ կայծ կարող լինի, որը բերի քաղաքական համակարգի փլուզման կամ իշխանափոխության։ Դա աշխարհի փորձն է ցույց տվել, նենց խնդիրներ են մարդիկ լուծել։ Ես 10-12 նման քաղաքացիական շարժում եմ ուսումնասիրել, որոնք տապալել են։ Նենց իշխանություններ են տապալել, ու քժվես, եւ հենց մերն էլ օլիգարխիկ համակարգ տապալել է ժողովրդական շարժումով, ես եմ դա եզակի բան է։ Ավտորիտարները ավելի հեշտ է։ Մի մարդուց կախված իշխանությունը դա հեշտ բան է։ Բայց նման համակարգեր, որոնք որ կառուցված են, գիտեք, մեծ առուսների պայմանների վրա, պայմանագրային համակարգ է դա։ Այնտեղ դժվար է, երբ որ ժողովուրդը կաղնում է նման համակարգի դեմ, այդ համակարգը ինքը սկսում է արդեն ներքից քանդվել։ Արդեն առաջի կոչված դեմքին ասում են, «Էս ինչ է, ինչու՞ ես կարողացել պահել»։ Պրոցեսներ է սկսում։ Շատ բարդ է, եւ դա էլ եղավ մեր մոտ։ Ամեն ինչ էլ լինում է։ Հիմա էլ եթե օրինակ շարունակվեր այսպես, ժողովուրդը դուրս կգար, այդ բոլոր այդ կուսակցությունները կսրբեր, թե օպոզիցիոն, թե բան, կուսակցական մոտեցում չկա, այս է խնդիրը։ Պարոն Սարգսյան, մի կողմում կար Արթուր Օսիպյան, ում այսպես տարբեր ուժեր ճանաչեցին քաղբանտարկյալ, ընդունեցին եւ այլն, բայց մյուս կողմից կա երևի մի քանի 100 մարդ հիմա ձերբակալված, կալանավորված եւ ընտրական գործընթացներով եւ դրանց առաջ եւ բաներ, որոնք չեն ճանաչվում որպես քաղբանտարկյալ։ Ու օրինակ չկա ցուցակ, թե քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում եւ արևմուտքը, ՄԱԿ-ը, չգիտեմ, այդ միջազգային կառույցներն էլ նրանց բան չեն, ոնց որ իրավունքներ չեն պաշտպանում, անտեսում են նրանց եւ այլն։ Ինչն է պատճառը, արդյոք կարող ենք ասել, որ այստեղ կա այդ ռուսամետություն, արևմտամետություն, թե այլ պատճառ կա, որ չի։ Շատ պատճառներ կա, առաջինը դա նույն սև սպիտակ դրվածքի մեջ է։ Այսինքն այսպես կոչված իրենց սպիտակ հայտարարածները ճնշում են այն սևերին, որոնք բոլորը անխտիր հանցագործներ են, թալանչիներ են եւ ռուսական ագենտներ են։ Դրվածքը։ Որտեղ բնական է հանրությունն էլ չի կարողանում կողմնորոշվել։ Դա դժվար է թե կողմնորոշվել։ Հասկանում եք ոնց է, հիմա ասենք շատերը ասում են Ծառուկյան Գագիկը տեսնում եք ճնշում է քաղաքական պատճառներով։ Շատ են ասում, որ այո, խնդիրը, այս ինչու հենց հիմա ընտրությունների ժամանակ հիշեցին, այս ինչ գործ չէ, բայց կողմնորոշման չի բերում։ Շատերը ասում են լավ են անում, առիթ է պետք է։ Ասում եք, եւ մնացած հարցերում նույնն է։ Եկեղեցու հետ կապված էլ չէ, սկզբից խոսեցին մի բանից, որ Աստծո
օրենքներն են խախտել, կատողկոսի եւ բան, հետո հանկարծակի հիշեցին ոչ է, բա դրանք է KGB-ի անդամներ են, սուվերենության դեմ են աշխատում, անդադ այդ սուվերենության դրոշը մեջտեղ դրած է։ Անընդհատ ժողովրդին հանրությանը ասում են, ինչ ուզում եք սուվերենությունը կորցնեք, այս մարդիկ բոլորը սուվերենության դեմ են։ Որը անորոշություն է։ Այդ անորոշությունը թույլ չի տալիս մարդիկ կողմնորոշեն։ Բայց միջազգային կազմակերպություններին Միջազգային կազմակերպություններն էլ շահագրգռվածություններ ունեն, մենք բոլորս գիտենք, թե միամիտ մարդ էլ չկա։ Ոչ ոք։ Եթե հիմա պետք է Հայաստանում ունենալ նման իշխանություն, եք պաշտպանելու է նման իշխանություն։ Բայց ոնց է լինում, որ Օսիպյանի դեպքում չունե շահագրգռվածություն, իսկ ասենք, չգիտեմ, Գագիկ Խաչատրյանի կամ տեսել են դեպք կոնկրետություն, որը որ խփում է բուն իրենց արժեքների, գիշերցերեք իրենց արժեքներն են խոսում։ Եվ անկարծակի Հայաստանը նվիրեց իրենց նման մի նմուշ, որ տեսեք ձեր արժեքները, խոսքի ազատությունը։ Ճնշվում է։ Ստեղ ոչ կարող ես այդ թեմայի մեջ գցես, օլիգարխիայի մեջ, ոչ մի բանի մեջ չեր մտնում։ Այն վիճակում մեջ հայտնվել է ինքը Փաշինյանը, հայտնվել է եւ ասենք եվրոպական հանրությունը։ Թերթերը սկսել են գրել BBC-ի ուրիշներ, որովհետեւ կոնկրետ իրանք էլ են հայտնվել դա։ Կամ դուք պիտի դա բացահայտեք, ցույց տաք, որ դա խախտում է ձեր արժեքների, կամ դուք դառնում եք արդեն ինքներդ պաշտպանող դրան։ Իրենք էլ են արդեն սկսել արձագանքել։ Խնդիրը շատ կարևոր է։ Գիտեք ոնց է ճշմարտություն կա էլի կյանքում։ Այդ բաներ կա որ գիտեք կոտրելի չի լինում, չի ստացվում։ Անգամ չի ստացվում, գիտեք զուտ քրեական աշխարհում։ Քրեական աշխարհում է կա բաներ, որ ասում են այս մարդուն ձեռը մի տվեք, ինքը ճիշտ է։ Վերջ։ Ус բաներ կա, կարմիր գծեր կա։ Պարոն Սարգսյան, ձեր կանխատեսումներով ինչ է սպասում այս ընտրությունների արդյունքում Հայաստանին։ Դե առաջինը այդ բարդ վիճակն է, որ նորից այդ սպիտակը շատ ավելի բարդ վիճակում իշխանությունների համար վերականգնվում է։ Իրականում ոչ մի բան չի փոխվել Հայաստանում։ Ուղղակի թույլաtsում իշխանությունների կախվածությունը արևմուտքից մեծանում է։ Ռուսաստանը իր այդ ազդեցության բանը արդեն հրավիրել է որպես դատավոր, նրա որոշումից արդեն շատ բանալներ ու կախված այս իշխանության գործունեությունում։ Ես սրանից էլ չես կարող դուրս գալ։ Եվ երկրորդը այն ոնց է իշխանությունը կատարելու միջազգային պարտավորությունները։ Մենք գիտենք, որ պարտավորություն կա Հայաստանում ռեֆերենդում անցկացնել, Ադրբեջանը պահանջում, այո, համադրական բարդ խնդիրներից մեկն է շատ, որովհետև ցույց տվեցին ընտրությունները, որ չկա այդքան արդեն բանի ժողովրդական ուրեմն բան աջակցություն իշխանություններին նման խնդիրը ոնց լուծես, չգիտեմ ոնց է, եթե լուծվելու է այդ տրիպի խնդիրը ոնց է լուծվելու, նույնպես բարդ միջազգային իրավիճակ է, ես չգիտեմ անդադ ասել եմ ու կրկնում եմ, որ դա գրետների կռվելու բուն է։ Մի կողմից Իրանը, որի հետ Միացյալ Նահանգները կռվում են, Ռուսաստանը այն կողմից, Միացյալ Նահանգները, ստա Եվրոպան, որը շահագրգռված է, ինչ լուծում պիտի ստանա, իշխանությունը պիտի ինչ-որ լուծման գա, պիտի բերի։ Վերջը ուզում եմ ասեմ, իհարկե մենք շատ ավելի բարդ խնդիրներ ենք լուծելու եւ ուզում ենք չենք ուզում, փաստորեն դա պիտի լուծի գործող իշխանությունը։ Շնորհակալություն պարոն Սարգսյան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Մանվել Սարգսյանը, կհանդիպենք։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Շատ հաճելի է, վաղուց չենք հանդիպել։